Մեր մեծ առաջնորդ հեղափոխության ռահվիրա Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ինքն անձամբ բարեփոխի։ Իհարկե, 7 տարի իր իշխանության ներքո ապրածներս գիտենք, որ այն, ինչ վարչապետն ուզում է բարեփոխել, վատագույն դեպքում վերջում հանձնվում է Ադրբեջանին, լավագույն դեպքում քանդվում է եւ վերանում։ Բայց մյուս մեծ հեղափոխական գործչի, ընկեր Փանջունու պես, մեր մեծ առաջնորդը չի ընդունում դա, այլ շարունակում է պնդել, որ ինքը շինում ու շինում է մեր երկիրը։ Что садись? Ага. Как саптак. Մեր մեծ առաջնորդը ամեն կիրակի այցելում է հատուկ նախապատրաստված եկեղեցիներ, որտեղ մինչ իր գնալն աշխատում են ԱԱԾ-ականները, ոստիկանները, տեղի հեղափոխական խաժամուժը եւ ի վերջո ինչ-որ քահանաներ չեն դիմանում ու պատարակի ժամանակ զեղչում են իրենց հոգեվոր հոր Վեհափառ Հայրապետի անունը։ Իհարկե, հանուն արդարության պետք է ասել, որ իշխանությունները կարող էին պահանջել, որ այդ քահանաները տան վարչապետի, նրա կնոջ Աննա Հակոբյանի, աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կամ այլ ՔՊԱ-ականների անուններ, բայց այնքան հումանիստ են, որ նման հոգևոր խոշտանգումների դեռ չեն գնում։ Բայց փաստը մնում է այն, որ գրեթե ամեն այցից հետո հայտնվում է եւս մեկ կարգալույց քահանա։ Ափսոս, որ նման ցուցանիշ չկա, թե չէ աշխարհում Հայաստանը կարգալույց եղած քահանաներով ու ձերբակալված սրբազանների թվով գլխավորելու էր համաշխարհային ցուցակները։ Շատ ուրախալի է 5 ամսվա տվյալներով արդյունաբերությունը աճել է 3%-ով, շինարարությունը 16.7%-ով, առևտուրը 24%-ով, ծառայությունները 19.9%-ով։ Եվ ուրախալի է, որ նաև ունենք արտահանման էական աճ շուրջ 93%-ով։ Ենթադրելի է, որ որոշ ժամանակ հետո մեր վարչապետը կսկսի հարկատուներից հաշվին օգնություն տրամադրել կարգալույցներին, ոչ թե այն պատճառով, որ ինքը պատասխանատվություն է զգում իր տված կտերով կարգալուծված քահանաների հանդեպ, այլ այն պատճառով, որ առջևում ընտրություններ են, իսկ դժգոհ ու փիլոնազուր քահանաները կարող են սնանկ վարկառուներից ավելի մեծ բողոքի ալիք բարձրացնել։ Խաչի մոտ Զաքեց լույս առավոտ, ես գտա մեղքերիս, թողություն։ Ես, որպես համեստ ու սովորական հարկատու, ուզում եմ օգնել Նիկոլ Փաշինյանին, որ կարգալույցների համար արտոնյալ պայմաններ սահմանի, որ կարողանան դիմանալ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ սուր մրցակցությանը ու հույսը չդնեն պետբյուջեից ահռելի պարգևավճարների վրա։ Նախ կարելի է այդ մարդկանց ադրբեջանական բենզին տալ ինքնարժեքով, թող Հայաստանով մեկ հանգիստ ֆրֆռան։ Քանի որ տեղի խնդիր է առաջանում, եկեղեցին կարգալույցներին վռնդում է սուրբ վայրերից, նրանց կարելի է Երևան City եւ 88 սուպերմարկետների տարածքներում անկյուններ հատկացնել, որ նախ աշխատեն շաբաթական 7 օր եւ օրական 24 ժամ ռեժիմով։ Երկրորդ, կնունք, թաղում եւ այլ արարողություններ անեն ՀԴՄ կտրոններով եւ արագ։ Կարգալույցները կարող են հատուկ զեղչեր կիրառել, միշտ սև ուրբաթ անել, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է պետական հատուկ ծրագրով զեղչված փողը պետբյուջեից վերադարձնել կարգալույցներին։ Ավելին, կարելի է վերադարձնել նաև կարգալույցների եկամտահարկը, բացառությամբ այն մայր գումարի, որ նրանք ստանում են կաթողիկոսին ուրանալու համար։ Բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում են, որ ինչ-որ ձևով հնարավոր է փակել, կասեցնել օրագիրը, այդ մարդկանց երազախաբություն է սպասվում։ Թող իզուր օրագրի պատճառով ընդդիմությանը այդքան շատ նեղություններ չտան, որովհետև օրագրի լինելիությունը ամենևին կախված չէ ընդդիմության լինելիությունից։ Մրցակցությանը դիմանալու համար կարգալույցները կարող են նաև նորարարական մոտեցումներ ցուցաբերել։ Օրինակ, հաղորդության համար հացի փշրանք տալու փոխարեն նրանք կարող են իրենց հետևորդներին կարգին շաուրմա տալ, որ ուտեն կշտանան։ Այսպես նրանք կխրախուսեն նաև վարչապետի հետ պատարակի եկողներին, քանի որ ինչպես հայտնի է համաշխարհային պատմությունից, իսկական հեղափոխականները միշտ սոված են լինում։
Շողակաթ հեռուստաընկերության փոխարեն կարելի է բացել Կարգալույս TV անունով մի ստուդիա, որը ցույց կտա, թե ինչպիսի գերագույն երջանկություն է կաթողիկոսի դեմ դուրս գալը եւ վարչապետի հանձնարարականները կատարելը։ Ավելին, քարոզչությունը ուժեղացնելու համար բոլոր կարգալույսները կարող են գրանցվել TikTok-ում ու այնտեղ բաթլների մասնակցել, ինչը լրացուցիչ եկամտի աղբյուր կդառնա։ Իսկ իշխանական հայտնի TikToker-ներն ու իբր անկախ բլոգերները նրանց ծառայությունները հաճելի գներով կգովազդեն։ Մի խոսքով, հնարավոր է այնպես անել, որ կարգալույսները եւս չծանրանան մեր խեղճ պետբյուջեի վրա ու նրանց պատճառով մեր ու մեր երեխաների պետական պարտքը մի քանի միլիարդ $-ով էլի չաճի։ Գևորգ Էմինտերյան, Օրագիր Նյուզ։